Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16253 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 361 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 368 ոչ սթափ վարորդ, 563 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 118 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 798 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 325, թմրանյութի հայտնաբերման 95, ֆիզիկական ներգործության 42, մարմնական վնասվածք պատճառելու 37, հոգեկան ներգործության 35, քարդախության 27, անձնական ունեցվածքի գողության 23, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 24 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 37 հետախուզվող 3 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 28 դեպք։ 7 օրում գրանցված 64 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 98-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 691 դեպք, 182-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 60, Հրդեհի ծագման սպառնալիքի 29, ճանապարհատրանսպորտային պատահարի 40, կենցաղային կանչի 185 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 233 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 358 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված բնակարանային գողությունը։ Հունվարի 5-ի երեկոյան ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց բնակարանային գողության վերաբերյալ։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են 2 հեռուստացույց։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած անհրաժեշտ գործողություններից հետո քրեական ոստիկանները համագործակցեցին համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ։ Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են Ստեփանավանի բնակիչ 36 եւ 37 տարեկան երկու տղամարդիկ։ Երկուսն էլ հայտնաբերվեցին Ստեփանավանում, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Երկուսն էլ խոստովանեցին արարքը։ Գողացված հեռուստացույցներից մեկը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են։ Հերթական բացահայտմամբ քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Հունվարի 14-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով Երևան քաղաքի գնդի պարեկների հետ համատեղ իրականացված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Կոմիտասի պողոտայում հայտնաբերել ու թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակչի։ 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենան տեղափոխվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ 27-ամյա երևանցին հայտնել է, որ ավտոմեքենայում մարիխուանա կա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը շարունակում է մնալ ոստիկանության կարևոր խնդիրներից։ Բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ոստիկանության բոլոր ծառայությունները, քրեական ոստիկանության տարածքային վարչությունների եւ համայնքային ոստիկանության բաժինների ծառայողները, բարեկային ծառայության եւ արդեն նաեւ ոստիկանության գվարդիայի ծառայողներ։ Ամփոփ ներկայացնենք վերջին շրջանում ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքները։ Համայնքային ոստիկանության հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ողորկապող որսորդական հրացան։ Համայնքային ոստիկանության աների բաժնում կամավոր հանձնել են հրազեն, գազային ատրճանակ, 3 նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ եւ ավելի քան 150 փամփուշտ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն կամավոր հանձնել են 3 ինքնաձիգ, 2 հրացան, 2 նռնակ եւ 450 փամփուշտ։ Իսկ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, մարտական նռնակ, փամփուշտներ եւ այլ զինամթերք։ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, փամփշտատուփ եւ մոտ 200 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ, ուսումնական 3 նռնակ, 2 ական եւ ինքնաձիգի 332 փամփուշտ, իսկ Մուշի բաժնում ատրճանակ, 2 հրացան, պայթուցիչով նռնակ եւ 68 փամփուշտ։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 ինքնաշեն ինքնաձիգ, տարատեսակ 11 հրացան, մարտական եւ գազային մեկական ատրճանակ, 4 նռնակ, ավելի քան 600 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Մասիսի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, ինքնաշեն կրակող սարք, նռնակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Առատեր քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամավոր հանձնած տեսականին Կալաշնիկովի 4 ինքնաձիգ, 1 հրազեն, 2 հրացան, 3 ատրճանակ, 2 նռնակ, պայթուցիկ նյութեր, ավելի քան 375 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել են որսորդական հրացան, 2 նռնակ եւ ինքնաձիգի 97 փամփուշտ, իսկ Հրազդանի բաժնում 2 հրացան, 1 ատրճանակ, 1 նռնակ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն եւ տարբեր դրամաչափերի 377 փամփուշտ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ կամավոր հանձնել են ինքնաձիգ հրացաններ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի 289 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մասիսի բաժնում կամավոր հանձնել են գնդացիր, նռնակ, ինքնաձիգի 50 փամփուշտ եւ զինամթերք։ Ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ինքնաշեն հրացան, գազային ատրճանակ, 2 նռնակ, ուսումնական 4 նռնակ, տարբեր դրամաչափերի 280 փամփուշտ եւ զինամթերք։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել են Կալաշնիկովի ինքնաձիգ, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ եւ ավելի քան 110 փամփուշտ։ Մարտունու բաժնում ատրճանակ, որսորդական հրացան եւ ինքնաձիգի 20 փամփուշտ։ Իսկ Սիսիանի բաժնում Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 պայեստատուփ, 1 նռնակ եւ 324 փամփուշտ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, իսկ Տավուշի բաժնում որսորդական հրացան, գնդացերի շղթա եւ 3 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր եւ 48 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենգզինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքը նույն հետևողականությամբ շարունակվում է։ Հիշեցնենք, որ կամավոր հանձնելու դեպքում հանձնազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։